Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ, որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա եւ Հայաստանում ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության հզոր հովանու ներքո։ Տիկնայք եւ պարոնայք, այս պահի դրությամբ եզրափակիչ խաղի հավակնորդը Նարեկ Մնացականյանի թիմն է, որը հաղթել է հեռուստադիտողներին 6-4 հաշվով։ Բայց պայքարը շարունակվում է եւ ես խաղի եմ հրավիրում Արման Աբովյանի թիմին։ Տնտեսագետ Արթուր Ղավալյան, ֆինանսիստ Նարե Սիմոնյան, սցենարիստ Նարեկ Ավագյան։ Տնտեսագետ Հայկ Եգորյան, ճարտարապետ Անի Թադևոսյան եւ թիմի ավար Մարմարի արծվի մրցանակակիր քաղաքական վերլուծաբան Արման Աբովյան։ Արման Աբովյանի թիմի դեմ այսօր կխաղան Նարեկ Մուրադյանը, Ռոբերտ Մաթևոսյանը, Էդգար Մինասյանը, Սուպեր Բլից, Տիգրան Սրապյանը, Կարլեն Կարապետյանը, Լաուրա Զիրոյանը, Բլից, Գայանե Գյուլնազարյանը, Հովանես Սմոյանը, Մուշեղ Գևորգյանը, Լուսինե Հարությունյանը և հարց Յունի բանկից։ Ինչ, որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի ձեզ։ Պարոն Աբովյան, առաջարկում եմ վերադառնանք մի 2-3 ամիս հետ։ Ինչպիսի տպավորություններ ունեք մեր ձմեռային եթերաշրջանից, որտեղ դուք եւս մասնակցում էիք։ Նորմալ, հակասական է մի քիչ, բայց այնուամենայնիվ լավ էր, կփորձենք այսօր ավելի լավ խաղալ։ Ես միայն ձեր խաղի մասին չէի ասում, ես ընդհանուր եթերաշրջանի մասին էի հարցնում, պարոն Աբովյան։ Հակասական է, բայց լավ է, կաշխատենք ավելի լավ խաղալ։ Ձեր դեմ խաղում է Նարեկ Մուրադյանը, պատմաբան Երևանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձից հետո ամբողջ համացանցը ողողվեց տարատեսակ կատակներով։ Հումորային հաղորդումներից մեկում Թրամփն իր մոտ է կանչում 3 թիկնապահներին և կշտամբում վատ աշխատանքի համար։ Միաժամանակ զարմանալով, թե ինչպես է դա հնարավոր, չէ որ բոլորն ունեն անթերի կենսագրություն։ Նրանցից մեկը մասնակցել է գաղտնի գործողությունների, երկրորդը ռազմածովային նավատորմի նախկին սպա է, իսկ երրորդը թիկնապահների ընտանիքից։ Ուշադրություն հարցը. Ինչ անձնական տեղեկություն է հաղորդում երրորդ թիկնապահը, որից հետո Թրամփը պատասխանում է, որ դժվար թե ապրի մինչև ընտրությունների օրը։ Ժամանակ։ Ասում է Քենեդի իմ հայրը իմ անախը Քենեդի թիկնապահն էր, օրինակ։ Հետո դրա ականջն եմ ասել, դրա հետ կապված ինչ կան։ Երրորդի մասին է խոսքը։ Էլու մեծ բաներ ԱՄՆ նախագահների Ընտանիքի հետ կապված։ Երրորդի մասին է։ Թիկնապահների ընտանիքից է եղել։ Քենեդի, Էլով գայել ես Քենեդի ընտանիքից ասում է չէ, ասում է իմ պապերը Քենեդի թիկնապահներ են եղել։ Դալշը։ Պապերից։ Ուրիշ վերսիաներ, Էլ ինչ կարա լինի։ տեսեք, ականջ, օրինակ չգիտեմ, կարող է Տայսոն, Խորիֆիրդ, ականջի կրծել։ Երրորդ թիկնապահի վրա խորացել։ Կարող է ընտանիքում սաղ կոլոտեմ, все-таки բոյ չի հասնում իրական։ Ռոջան, տեսեք, ականջին կապել էր, ես համաձայն եմ Նարեից, հիմա դալշը ինչ կարա լինի։ Ընտանիքում ինչ խնդիր կարա լինի, որը քո որակի վրա կազդի, որպես Դե Քենեդու բաններ, Ներքին չի կարա լինի, ավելի լավ։ Ավանդույթներ շարունակելու չգիտեմ։ Ստոպ, ինչ վերսիաներ ունենք։ Իմ ասածը էլ ինչ կարա լինի դրանից բացի։ Պարոն Աբովյան, ով է պատասխանում։ Նարեն։ Լսում ենք ձեզ, Նարե։ Պարոն հաղորդավար, կարծում ենք, որ ասել է, որ իր նախնիներից, քանի որ թիկնապահների ընտանիքից էր, իր նախնիներից եղել է պապը, հայրը, չգիտեմ, եղել է Քենեդիի թիկնապահը։ Հասկանալի է։
Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ըստ մանրապատման սյուժեի Դոնալդ Թրամփի թիկնապահներից մեկը սերում էր թիկնապահների ընտանիքից։ Մասնավորապես նրա հայրը եղել է Նարէ Ջոն Քենեդիի թիկնապահ։ Հիշեցնենք, որ Քենեդին սպանվել է 1963 թվականին Դալասում։ 1-0 հօգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր, Լիգա ինշուրանս ապահովագրական ընկերություն։ Մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային խոհանոց Ռենոմեն։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը։ Մեր հարմարավետ գործընկերը Յուս խանութների ցանցն է։ Եվ մեր լուսավոր ու ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն։ Այսօրվա խաղի լավագույն գիտակին Յուսկ Armenia խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը նվիրում է իր սիրելի հեղինակներից մեկի Պարույր Սևակի անլռելի զանգակատուն պոեմը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Նարէ։ Այո, պարոն հաղորդավար։ Եթե որոշեք կտրուկ փոխել ձեր մասնագիտությունը, որ ոլորտում կհայտնվեք։ Գուցե դառնամ լրագրող, դա այն մասնագիտություններից է, որը պատանեկության տարիներին էի երազում դառնալ, մի շարք այլ մասնագիտություններից հետ միասին, այժմ երբեմն մտածում եմ, որ գուցե արժեր լրագրող դառնալ։ Ինձ թվում է դուք ճիշտ ընտրություն եք կատարել, Նարէ։ Հավաքվեցինք։ Ձեր դեմ խաղում է Մուշեղ Գևորգյանը, գործարար քաղաք Դնեպր, Ուկրաինա։ Ուշադրություն, սև արկղ։ «1979 թվականին Իրանում ԱՄՆ-ի հովանու տակ գտնվող միապետի տապալումից հետո շիա հոգևորականներն արգելեցին օգտագործել այն, ինչ գտնվում է Սև արկղում, քանի որ կարծում էին, որ այն անկման նշան է, ասոցացվում է շահի կողմից պարտադրված արևմտյան ոճի հետ։ Այն սկսել է հայտնվել որոշ խանութներում նախագահ Մոհամմադ Խաթամիի օրոք 1997 թվականին, թեև պետական պաշտոնյաները շարունակում են խուսափել դրանից։ Ուշադրություն հարցը, ինչ է Սև արկղում։ Դալշը։ Անկման բանա մի բան։ Ուրիշ ինչ, չգիտեմ։ Հետո բացի գաստուկից ինչ։ Անկման նշանը ինչ։ Լավ, օքեյ։ Կանացի շորերի հետ կապված։ Չէ, ասма պաշտոնյաները հրաժարվում են, եկեք խորան պաշտոնյաները։ Ժամացույցի տեսակ գրպանի գուցե սենց կապող մի բան, չգիտեմ։ Ուրիշ ինչ։ Զապադի հետ ի՞նչն է ասոցացվում։ Զապոն կա, չգիտեմ էլի, Տեսեք, ըստեմ ուրիշ վերսիա կա, որ գաստուկ իրանք որպես մասոնների նշան։ հետո դեպի ներքև բան է, այդ էլ հաշվի է։ Անկման նշան։ Օրինակ կարալնի, շալվարի Գոտին։ Դեպի չէ։ Ինչ որ ավազի ժամացույց հա, բայց այդ Դե վերսիա ես ուզում Ժորժան, տեսեք, ակնհայտորեն բարձա։ Հիմա կարող է մեզ նապավերտնստյա ուրիշ ինչ, հայտ։ Все-таки галстук։ ուրիշ դե բանը պաշտոնյաները ինչն են հրաժարվում կրեն։ Может piercing какой-то, չէ։ Ժամանակ, Ես եմ պատասխանում։ լսում եմ, պարոն Աբովյան։ Պարոն հաղորդավար, առհասարակ երբ որ, նախ ողջունում եմ Իրանի մեր բարեկամ քույրերի եղբայրներին, սա մեկ, երկրորդը։ Երբ մենք նայում ենք իրանական պաշտոնական
լրահոսը, նկարները կամ հանդիպում ենք իրանց հետ, մենք միշտ նկատել ենք մի առանձնահատկություն, իրանք երբեք փողկապ կամ բաբուչկա չեն կապում։ Ես հարցրել եմ մի անգամ, ճիշտ այնց ուրիշ վերսիա էին ասել մեր իրանցի գործընկերները, բայց ինձ բացատրեցին, որ այո, սա կապված է արևմտյան այդ в общем արևմուտքի Պարոն Աբովյան, ինչ է սև արկղում։ Փողկապ կամ բաբուչկա։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Փողկապ։ Շիա հոգևորականները անկման նշան եւ արևմտյան ոճի պատկանող պարագային համարում, բացենք սև արկղը։ Փողկապը 2-0։ 10-ի վարի գնաց։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության փոխտնօրեն Արա Գևորգյանը։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ, պարոն Աղորդավար։ Պարոն Գևորգյան, Իտալ Սոլարը միայն արևային կայաններ է առաջարկում, թե այլ պրոդուկտներ եւս ունեք։ Կուզեմ նշել, որ մենք մշտապես բարելավում ենք մեր գործունեությունը կանաչ էներգետիկայի ոլորտում։ Այժմ առաջարկում ենք ինդուկցիոն էլեկտրական կաթսաներ, որոնք հատուկ պատրաստվել են Հայաստանի բնակլիմայական պայմանների համար, մեր Իտալ Սոլարի ինժեներների պատվերով, եւ նշեմ, որ այսուհետ նաեւ տանջերությունը կարող եք վստահել Իտալ Սոլարին։ Շատ շնորհակալություն, ճիշտն ասած ես առաջի անգամ էի լսում։ Շատ հաճելի է։ Ինձ մնում է ավելացնել միայն, որ լավագույն հեռուստադիտողին Իտալ Սոլար ընկերությունը նվիրում է 100,000 դրամի նվեր քարտ։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Ձեռները։ Պարոն Աբովյան։ Այո, պարոն Աղորդավար։ Թեև 50-ն անցեք, սակայն շարունակում եք հեքիաթներ ընթերցել։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրած հեքիաթը։ Չէ, Գարի Պոտերը չի։ Փոքրիկ իշխանը, այո։ Պաստորեն պետքա կողքից հուշեին, որ իմանայիք որն է ձեր սիրած հեքիաթը, պարոն Աբովյան։ Չէ, ինքը այնքան ակնհայտ է փոքրիկ իշխանը, որը խաչվում է մեր այսօրվա իրականության հետ, բայց ես հեքիաթները նաև սիրում եմ այն բանի պատճառով, որ միշտ վերջում ամեն ինչ լավ է լինում։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Հարությունյանը, երաժիշտ Երևանից։ Լսեք մի հատված Օհենրի չի կարելի կորցնել գեթ 1 րոպե պատմվածքից։ Հյուստոնցի երիտասարդ մայրը հուզախռով ներխուժեց իր բնակարան եւ բղավելով ասաց մորը, որ արագորեն արթուկը դնի վառարանի վրա։ Ինչ է պատահել, հարցրեց մայրը։ Թոմին շուն է կծել եւ ես վախենում եմ, որ այն կատաղությամբ է տառապում։ Շտապիր մայրիկ, ոչ մի րոպե չի կարելի կորցնել։ Ուզում ես փորձել դաղել վերքը, դստեր պատասխանը բացասական էր։ Ուշադրություն հարցը։ Ինչ պատասխանեց դուստրը։ Ժամանակ։ Կարող է ուզում աշանը հարթուկի։ Երեխու շորերը հարթուկի, որ տանեն հիվանդանոց։ Իսկ ուրիշ Չի կարելի ոչ մի րոպե կորցնել։ Շան հետ կապված կարող են թողնել։ Կամ ինքան հարթուկի շանը իշ կարանի։ իսկ կարալ բան, այդ կծածի համար օրինակ հիվանդանոցը չընդուներ, բան պետք է վառել, ոչ Դե ասում դաղել, վերքը չի դաղում, ուրիշ այլ։ Շան հետ կապված ինչ որ բան կարող է փորձի անել։ Որ երեխեն մի հատ հարթուկով Ոչ մի վարքյան չի։ Ցավի բան չի, կատասում է, Տեսեք, չի կարելի շփոթել ոչ մի րոպեի հետ կապված սա բռնում է Հայկի ասածը, որ Հետո Լավ հարթուկելու մասին Իսկ եթե ասма րոպե չկորցնել կարող է, պետքա շտապ օգնություն գա, դրա համար պետքա ուրիշ վնասված։ Կարծենք հարթուկով իրան վարի շտապ օգնություն։ կամ տունը կարգի բերել, չգիտեմ, Երեխաների համար չեն զավանները Չգիտեմ, կարող շան կծելու համար չեն գալի, վառելու համար գան։ Ոչ մի րոպե չի կարելի կորցնել, այսինքն Իրա շորը գուցե հարթուկի Ժամանակ։ Պարոն Աբովյան, ով է պատասխանում։ Հայկը։ Լսում ենք Հայկ։ Պետք է հարթուկը միացնել, որպեսզի շորերը հարթուկել եւ որպեսզի կոկիկ տեսքով ներկանային հիվանդանոց։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուզում ես փորձել դաղել վերքը, հարցրեց մայրը։ Չէ, ուզում եմ կապույտ
կիսաշրջազգեստս արդուկել, որ դրանով գնան բժշկի մոտ։ Պատասխանեց դուստրը։ 3-0։ Հումորը պարադոքսի վրա է, ժամանակ չի կարելի կորցնել։ Տիկնայք և պարունայք, մեր խաղին ներկա են Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ խմբի կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը և Երեմյան ընկերությունների խմբի հանրային կապերի պատասխանատու Ամալիա Կարապետյանը։ Բարի երեկո, հարգարժան հյուրեր։ Բարի երեկո։ Տիկին Երեմյան, ռենոմե բարձր հեղինակային խոհանոցի մասին կարծում եմ արդեն շատերը գիտեն։ Խնդրում եմ ձեզ ասել խոհանոցի ամենայուրահատուկ 3 հատկանիշները, որոնց մասին մենք դեռևս չենք լսել։ Շատ բարի, պարոն հաղորդավար, փորձեմ տեղավորվել 3-ի շրջանակներում, չնայած իրատկությունները բավական շատ են։ Առաջինը թերևս խիստ տրամաբանված և էսթետիկ միջավայրն է, որտեղ կիզակենտրոնում գտնում է Շեյխ խոհարարը իր տաղանդով և ստեղծարար մեծ ներուժով, որ կարողանում է իր հետևից տանել այցելուներին այդ համային հետաքրքիր ճամփորդությամբ։ Երկրորդը ամփոփ և զուսպ միջավայրն է, որտեղ միևնույն ժամանակ կարող են տեղավորվել ընդամենը 26 հոգի և 3-ից 4 ժամվա ընթացքում տեսնել այդ ճամփորդությունը և վայելել 8-ից 12 սեթ ուտեստներ ստեղծած մեր խոհարարի ջանքերով և չեմ կարող նաև չասել այստեղ, որ հատուկ երեկոյան դրես կոդը պարտադիր հանգամանքներից է և երրորդը դա անկրկնելի սպասարկումն է և որը որ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր այցելուին ունենալ իր սեփական անհատական մենյուն և նաև պղնձազոց հայկական ընկուզենու տերևից պատրաստված սպասք, որը թերևս կլինի մեր անակնկալներից մեկը։ Այսքանը երևի։ Շնորհակալություն տիկին Երեմյան, ինձ մնում է միայն ավելացնել, որ այսօր ևս ռենոմեն հետաքրքիր նվեր է պատրաստել մեր գիտակների համար, բայց դրա մասին տիկին Երեմյանի հետ կզրուցենք խաղի ավարտից հետո։ Շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Պարոն Եգորյան, Այո, պարոն հաղորդավար։ ինչ որտեղ երբ խաղը համեմատում եք փազլ հավաքելու հետ, կմանրամասնեք, թե ինչ նկատի ունեք։ Երբ որ հարցը տալիս են ինչ-որ մանր մասնիկներից, կարելի է պատասխան հավաքել և ստանալ ամբողջական պատկերը և դրա հետ։ Մանր մասնիկը նախորդ հարցում որն էր։ Մանր մասնիկը Օհենրին հարթուկը։ Որն էր ավելի մանր, Օհենրին թե հարթուկը։ Հարթուկը բնակ։ Լաուրա Զիրոյան։ Ձեր դեմ խաղում է Լաուրա Զիրոյանը, լեզվաբան Երևանից։ Ֆին և ամերիկացի մի խումբ գիտնականների կողմից անցկացված գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 2 տասնամյակների ընթացքում դրանց թիվը չափազանց մեծ է դարձել, ինչի արդյունքում դրանք սկսել են արագ մոռացվել։ Որպես դրա պատճառ գիտնականները հիշատակել են ժամանակի սղությունը և տեղեկատվական գերհագեցվածությունը։ Ուշադրություն հարցը։ Իսկ որն էր այդ գիտական հետազոտության առարկան, ժամանակ։ Փասվորդը։ Պատմական իրադարձությունները, հեղափոխությունները կարան, ասենք այնքան շատացել են, շատ արագանալ ու մոռացության է ենթարկվում։ Գրքերը չեն շատացել ոչի, մասնիկները, շատացել են, մոռացել են։ Ֆին և ամերիկացի հեղափոխություններ,
Ժամանակի սղությունը ֆիլմերի Բայց ֆիլմերի փասպորտների համար գիտնականները երկրի ուսումնասիրություն անեն։ Հա դե ֆինո ամերիկացին էս բան են ուսումնասիրում։ Պրոստը հիմա շատ Լավ, ընդհանուր էլի, ինչ կարա լինի հեռու։ 100 տարի մեկ մի հատ 20 տարում տարեկան 50 Պատմությունները, երազները, սերերը, Երազները Ժամանակ։ Պարոն հաղորդավար, Ով է պատասխանում։ Նարեկը։ Լսում ենք Նարեկ։ Պարոն հաղորդավար, ենթադրում ենք խոսքը գաղտնաբառերի մասին է։ Փասվորդներ։ Գաղտնաբառերի փասվորդների մասին է։ Հասկանալի է ձեր պատասխանը, Նարեկ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այս գիտական հետազոտության առարկան Նարեկ։ Հենց գիտական հետազոտություններն էին ֆին եւ ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գիտական հետազոտությունները մեր օրերում չափազանց շատ են։ Մասնագետները չեն հասցնում հետևել ամեն ինչին, գիտական աշխատությունների վկայակոչման արագությունը կտրուկ նվազում է եւ դրանք արագ մոռացվում են։ 3-1 հոգուտ գիտակների Լաուրա Զիրոյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա են Լիգա ինշուրանս ապահովագրական ընկերության կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Արմինե Բադալյանը եւ վաճառքի առաջատար մենեջեր Նինա Արաքելյանը։ Բարի երեկո, հարգարժան հյուրեր։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Կին Բադալյան, կա արդյոք ապահովագրություն, որը թե վճարում է բուժման ծախսերը, թե ֆինանսական աջակցություն տալիս ծանր հիվանդության դեպքում։ Այո, Լիգան ունի երկու շատ կարևոր փաթեթ, որի մասին կուզեմ խոսել։ Առաջինը կոչվում է բուժում արտերկրում, որը վճարում է ծանր հիվանդությունների բուժման ծախսերը Եվրոպայի լավագույն կլինիկաներում եւ ոչ միայն բուժման ծախսերը, այլ նաեւ հարակից բոլոր ծախսերը, այդ թվում ճանապարհածախս, ուղեկցողի ծախսեր, թարգմանչի ծախսեր, կացություն հյուրանոցում եւ այլն։ Իսկ երկրորդ ծրագիրը քրիտիկական հիվանդություններից ապահովագրությունը գործում է հետևյալ կերպ, եթե մարդու մոտ պայմանագրի գործողության ընթացքում ախտորոշվում է որևէ ծանր հիվանդություն, որը պայմանագրով նախատեսված է իհարկե, այդ պարագայում մենք պարզապես տրամադրում ենք ամբողջ ապահովագրական գումարը, որը կազմում է մոտ 30,000 եվրո, եւ նա իր հայցողությամբ կարող է տնօրինել այդ գումարը։ Հասկանալի է, իսկ ինչ հիվանդություններ են նախատեսված այդ փաթեթներով։ Շատ հիվանդություններ կան ցանկում, բայց կուզեմ առանձնահատուկ նշել օնկոլոգիական հիվանդությունները, որոնք մեր օրերում շատ տարածված են ցավոք։ Բացի այդ սրտանոթային, նյարդավիրաբուժական հիվանդություններ, անգամ օրգանների փոխպատվաստման հետ կապված ծախսեր։ Եվ մի կարևոր հանգամանք էլ բուժում արտերկրում ծրագիրը նաև վճարում է երկրորդ կարծիքը միջազգային որակավորում ունեցող մասնագետների կողմից եւ շատ անգամ այդ ծախսը անգամ գերազանցում է այս փաթեթի արժեքը, որը ընդամենը 5-ից 15,000 դրամ արժի ամսական, բայց հատուցում է մինչեւ 1 միլիոն եվրո ծախս։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Պարոն Ավագյան։ Այո։ Մի առիթով մեր խաղը համեմատել եք լուսանկարչական արվեստի հետ։ Իսկ գիտական հետազոտություն ունեք, թե ինչ է ընկած այդ համեմատության հիմքում։ Երևի կախված նրանից, թե ինչ ռակուրսով ես նայում օբյեկտին ու լույսի ինչպիսի պատոկ, այսպես ասած, կա այդ ուղղությամբ, ըստ այդմ կարա փոխվի արդյունքը։ Հասկանալի է։ Բլից։ Всё, հավաքվեցինք։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ձեր դեմ խաղում է Էդուարդ Ավետիսյանը Երևանից։ Ուշադրություն, էկրանին։ Էդուարդը հարցնում է. ինչ գրությամբ է ուղեկցվում նկարում պատկերված պաստառը։ 20 վայրկյան։ Նվագողնով կարող է ճանաչեք։
Just listen it. Just դուբի, ես մեն բան դուիթ բանա։ Just Էսի բանը կարողա երկիչի անունը Նայկա։ Չէ, լսի։ Ինչ բանով։ Ժամանակ, պարոն Աբովյան, ով է պատասխանում, չենք քննարկում այլևս։ Ես, քանզի Nike նշանն է, ամենա, ասենց ինչ առաջինը մտներիս եկավ, just do it, իրենց կարգախոսը։ Իրենց կարգախոսը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Իրենց կարգախոսը դուք ճիշտ եք ասում։ Just do it։ Ոչ, արդեն ուշ է։ Երաժշտի ձեռքի ենթադրյալ շեփորը Nike ընկերության տարբերանշանի ձևն է ստացել։ Պաստառի հեղինակները միախառնելով ջազը եւ ընկերության հայտնի կարգախոսը պաստառն ուղեկցել են Jazz Do It գրությամբ։ 3-2։ Так, հավաքվում ենք։ Էդուարդ Ավետիսյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Մոռացեք, всё, անցած։ Շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Всё, ժողովուրդ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն։ Ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին։ Կամ info@shnik.pr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև թարմացված 3w.tv.y.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Հավաքվեք։ Հարց Յունիբանկից։ Ուշադրություն, հարցը։ Եթե հավատանք ղրղզ գրող Չինգիզ Այթմաթովին, ինչու է Ստամոքսն ավելի խելացի, քան ուղեղը։ Ժամանակ։ Դասրոշնի։ Ուշ է արդեն, լսում ենք ձեզ։ Հիմա ուշ է արդեն, թե։ Հիմա ասենք թե չէ։ Քննարկեք կամ պատասխանեք։ Բայց ախր ես դե լավ, քննարկի։ Ասում Ստամոքսը կարող է ինչը զզվել է հետ, դա ուղղակի սա կլանում է, ոչ բան հետ չի տա։ Դու այդ մատավեդ ես։ Պաստորեն արդեն է։ Պատմի ուրիշ ինչ կա։ Չէ, պատասխանենք։ Չէ, սպասի։ Եկեք Ուրիշ դեռ քննարկենք Լավ։ Ստամոքսը ինչ կա։ ավելի զզվելի բաները կարում է հետ տա, ուղղակի ամենիշ վերցնում է։ Իհարկե այդ մատը շատ մեր ժամանակների մասին է։ Լավ, եկեք փորձենք։ Մանկուտների։ Ինչի է Ստամոքսը ավելի խելացի, քան ուղեղը։ Էլի ասեք ինչ որ բաներ։ Օրինակ, կամ լավ, ինչով ուղղակի ավելի հիմար կան Ստամոքսը։ Դա փոխում է լավ այդ կոնտեքստը։ Հա։ Մի խառնի էլի աղբոր պես։ Ոչ չի փոխում։ Բայց դա սխալում ենք, որ սխալ է։ Ահա սխալ է ինչ։ Ով է պատասխանում։ Մենք շատ բուրըն քննարկեցինք։ Շատ sense վիճելի, բայց կպատասխանի պարոն Ղավալյանը։ Կարծում եմ պարոն Արտավար, որ Ստամոքսը չի կլանում ամեն ինչ, ինչը վատ է, զզվելի է, թունավոր է, ավելորդ է, կարողանում է դուրս հետագայում մղել, ուղղակի կլանում է ամեն ինչ, լավ, վատ, զզվելի, հիմար եւ այլն։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Չինգիզ Այթմաթովը պնդում էր. Ստամոքսն ուղեղից խելացի է, քանի որ Ստամոքսը կարող է վերադարձնել այն, ինչը չի կարողանում մարսել։ Իսկ ուղեղը կուլ է տալիս ցանկացած աղբ։ 4-2։ Պարոն Ղավալյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին։ Всё, չենք թուլանում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը։ Բարի երեկո, Տիկին Առաքելյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Տիկին Առաքելյան, թիմը շատ հեշտ թվում էր, թե պատասխանես, թեև ես կարծում եմ, եթե պարոն Ղավալյանը չիմանար պարզապես պատասխանը, դժվար թե այդքան հեշտ դուրս գային պատասխանին։ Այնուամենայնիվ, ինչպես կգնահատեք այսօրվա խաղը։ Այսօրվա խաղը շատ հետաքրքիր է, շատ ոգևորված է թիմը, չգիտեմ, բուրըն գարնանային էմոցիաներ է տիրում ու շատ ողջունելի է։ Շնորհակալություն։ Շատ վտանգավոր։ Տիկին Առաքելյան, փորձենք ենթադրենք, ինչպես կավարտվի խաղը։ Կարծում եմ գիտակները այսօր հաղթելու են։
Պարոն հաղորդավար, սպոնսորն է ասում։ Ես ձեր հետ դեռ չեմ զրուցում, պարոն Աբովյան, ես շարունակում եմ զրուցել հովանավորի հետ եւ միշտ խնդրում եմ չընդհատել, երբ ես զրուցում եմ հովանավորների հետ։ Իսկ հաշիվը կարող եք ասել, Տիկին Առաքելյան։ Հաշիվը կարծում եմ կլինի 6-3։ 6-3։ Հասկանալի է, շնորհակալություն։ Բանկա մենք տեղյակ չենք։ Ընդհանրապես կանխատեսում։ Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուր։ Պարոն Ղավալյան։ Լսում եմ, պարոն հաղորդավար։ Արդեն մենք վաղուց համոզվել էինք, որ լավ եք տիրապետում հայ գրականությանը։ Բայց մենք տեղյակ չէինք, որ շատ լավ տիրապետում եք նաև ղրղզական գրականությանը։ Իրականում երևի այդ միտքը շատ շուտ կարդացել է ու դուրս եկել էր, դրա համար կարողացա հիշել։ Շատ խիստ համաձայն է այդ մտքից։ Այո։ Ձեր դեմ խաղում է Ռոբերտ Մաթևոսյանը։ Զբոսավար կապանից։ Ուշադրություն էկրանին։ Նման սարքն օգտագործում է ոչ ստանդարտ արտակարգ իրավիճակներում, առաջին օգնություն ցուցաբերելու համար։ Ուշադրություն հարցը։ Որտեղ է օգտագործվում այս սարքը։ Ժամանակ։ Ֆորմուլա 1-ում մեքենայի մեջ են դնում, հենց բան ալինում, սենց հանում տանում են, շատ բանալի որ կարա կամ ինչ-որ գարնալիժնի տեղ, որտեղ Ձիուց են կապում, հələ մի տակի ռեմեններն այլ է, ինչ է։ մեջ են դնում, Լավ չէ, մի հատ հարցը ոնց է։ Տակի ռեմենները ինչ-որ բանից կապում են, այս սանկ են, որ տանեն։ Ձիու վրա են գերևի կապում, կարող է։ Բայց էսի դեպի դուրսա սենց, հա, ինքը։ Վրեն հարցում են դնում, տակը ռեմեններ։ վրեն մարշում են դնում, այս սարքն ինչ-որ բանի կա, Լավ, ինչ էլի կարա զիուց են գնել, մեքենա Ընդհանուր տեղափոխում են կապում բաներ էլ փորձեն։ Ձիու վրա են կապում տեղափոխում։ Կամ ձի կամ կենթանի, կարող շան վրա են կապում։ Դեշ, Իսկ այդ տակի ծակը ինչի համար է, այդ բաց տեղ ինչի կարան համար է։ ամրացնել։ Այս բաց տեղ ինչի համար կարա։ Բայց կարող է կենթանու համար, կարող է մարդու համար այդքան էլ հարմար չի սրա վրա նստելը կամ ինչ։ կամ ինչ-որ գերանի դեմը բանա, որ ինքը Չէ, գերանից կապեն ջուրը գցեն, չէ, չի լինի, կարող է։ Կարծում եմ տես։ Կոշկելու տեղ չկա։ Որտեղ որ տրանսպորտ Ժամանակ։ ինչ որ մի ձև։ Պարոն Աբովյան, ով է պատասխանում։ Ճիշտ ասած, պարոն Ղավալյանի վերսիան էր, բայց Ով է պատասխանում։ դե լավ, փորձենք։ Դավայ արդ, Ղավալյան Արտուրը։ Լսում ենք ձեզ, պարոն Ղավալյան։ Արդյոք կարծում ենք սա ինչ-որ պատգարակի ինչ-որ նախատիպ է, հա, որի վրա վիրավորված ինչ-որ անձին տեղափոխում էին ու նախատեսված են դեպքերի համար, որտեղ որ տրանսպորտի հասանելիություն չկա, այս պատգարակը կապում էր ինչ-որ կենթանու, գրաստային կենթանու մեջքին։ Ձիու, չգիտեմ, հավանակի եւ այլն։ Ձիու, ավանակի, հասկանալի է։ Մի բան է, որը որ մեր սովորական տրանսպորտից տարբերվում է եւ արտաճանապարհային պայմաններով կարող է գնալ։ Որտեղ է կոնկրետ օգտագործվում, պարոն Ղավալյան։ Որտեղ է կոնկրետ։ Այո։ Լռություն դալիճում։ Արկածային սպորտի մարզաձևերի ժամանցի ինչ-որ ոլորտում, չգիտեմ, կարող լինի լեռնագնացություն, ռաֆտինգ, այսինքն գետը կարող է անցնել մասը, որտեղ որ ճանապարհ չկա ու Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին։ Սարքը թույլ է տալիս ուխտերի միջոցով տեղափոխել մարդկանց, որոնք բժշկական օգնության կարիք կունենան անապատում։ 4-3 Ռոբերտ Մաթևոսյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Այո, պարոն Աբովյան, պետք է պատմել։ Ոչ, ես ձեզ հետ համաձայն Դա ձեր խնդիրն է, կարող եք գնալ չհամաձայնվել երկար։ Հասկանում եմ, որ 4-3, բայց այնուամենայնիվ պարոն Ղավալյանը սաղ պատմեց, կներեք, որ մենք ուխտի անատոմիայից մի քիչ այնքան տեղյակ չենք։ Որտեղ է, հարցը եղել է, պարոն Աբովյան, որտեղ է օգտագործում, որտեղ, ավանակի վրա չէ։ Այդ անապատում էս չկա։ Չէ, պատասխանը ուխտն է, անապատում կապ չունի, ինչ կա, ավանակ կա, այնտեղ կար անցք։ Եղավ, չեն քննարկում, ոնց ասեք։ 4-3 Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը։ Բարի երեկո, Տիկին Ղարդյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։
Ինչ հաջողություններ է գրանցել Աթենք ընկերությունը վերջին ժամանակներում։ Պարոն հաղորդավար, եթե խոսենք 2025 թվականի մասին, ապա վերջերս մեր ընկերությունն արժանացել է վստահության վարկանիշ մրցանակին, իսկ 2024 թվականին արժանացել ենք սպառողի գնահատական, սպառողի քվե եւ տարվա մսամթերք մրցանակին։ Այս մրցանակները փաստում են, որ մեր հաճախորդները գնահատում են մեզ, վստահում են մեզ եւ նաեւ աջակցում։ Մեզ համար մեր սպառողների վստահությունն ու գոհունակությունը կարեւոր է։ Մենք միշտ լսում ենք մեր հաճախորդներին, այդպես բարելավում ենք մեր արտադրանքի որակը եւ ուրախ ենք, որ 30 եւ ավել տարի շարունակ կարողացել ենք դառնալ մեր հայրենագիտների ընտանիքների առօրյայի մի մասը։ Շնորհակալություն Տիկին Ղարզյան։ Ավելացնեմ միայն, որ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոն Ղավալյան, դուք ծնվել եք Չարենցավան քաղաքում։ Այո, մանկությունս անցկացրել եմ Չարենցավանում։ Իսկ ինչ հետաքրքրություն կա ինտելեկտուալ խաղերի նկատմամբ ձեր ծննդավայրում։ Այո, ճիշտ ասած, վաղուց չեմ եղել երկար ժամանակ ծննդավայրում։ Երբ ուսանող էի, փորձում ենք տարբեր ուսանողական միությունների, երիտասարդական միությունների շրջանակներում կազմակերպել թեթևակյա, ոչ այս ներկայիս մակարդակի, բայց թեթևակի ինչ-որ միջոցառումներ, որ հնարավորություն կտար ուսանողներին այն ժամանցը մի քիչ լավ կազմակերպել։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Էդգար Մինասյանը, մենեջեր Երևանից։ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մի առիթով լրագրողներին ասել էր, որ երբ ինքը ֆուտբոլիստ էր, կարևոր հանդիպումներից առաջ շատ էր նյարդայնանում։ Նրա թիմակից Մարկո Վան Բաստենը տեսնում էր դա եւ ասում. «Մի լարվիր, ռազմավարությունը պարզ է, դու ինձ փոխանցում ես գնդակը եւ ուշադրություն հարցը, ավարտեք Վան Բաստենի միտքը»։ Ես գոլ եմ խփում։ Փոխանցում ես գլխար գնդակ ու վազում առաջ։ Что же, когда я так նման ճիշտ ասած, դու ինձ փոխանցում ես պատասխանում եմ, սենց ինչ-որ ու դու չես ներվայնանում։ Դու չես ներվայնանում։ Դու չես ներվայնանում, գնդակը փոխանցում դու չես ներվայնանում։ Վсё, միջև գնից գնդակ։ Մարտավարությունը հետեւյալն է։ Ինքը ասում է մի ներվայնացի։ Մարտավարությունը հետեւյալն է, գնդակը փոխանցում ես ինձ եւ գնդակը եւ կարող է նյարդայնացվածությունը։ Ես գոլ եմ խփում, ես ուրիշին։ Եվ մոռանում նյարդայնության մասին, եւ մոռանում դրա մասին։ Գնդակը փոխանցում ես ինձ։ Միջև մյուս գնդակ ստանալ, մարտավարությունը չէ, պետք է հումոր ինչ-որ մի փոստ պետք լինի մեջ։ Ես եմ սկսում ներվայնանալ, հումորը է։ Գնդակը տալիս ես ինձ, ես եմ։ Ասում դու մի ներվայնացի։ Գնդակը տալիս ես, դու չես ներվայնանում։ Ես սկսում եմ ներվայնանալ, ես ինձ տալիս գնդակը հակառակորդն է սկսում նյարդայնանալ, կարա՞ս։ Օ, ինքն իրան է գովում։ Չէ, բայց ես Ժամանակ, պարոն Աբովյան, ով է պատասխանում։ Դասական ունագավերսիոն կայա։ Փորձենք։ Լավ, մի անգամ էլ թող։ Մի անգամ էլ, երկու անգամ էլ, երեք անգամ էլ։ Ներողություն, չես ուզում։ Հա, Նարեկը։ Լսում ենք ձեզ, պարոն Ավակյան։ Մեզ թվում է, որ նյարդայնանում են ավելի շատ գնդակով, հետևաբար խաղընկեր առաջարկել է, որ դուք փոխանցես ինձ գնդակը, դրա հետ նաև նյարդայնությունը, կամ ես կսկսեմ նյարդայնանալ, կամ հակառակորդներ, այսինքն այդ պահից էլ չես նյարդայնանա։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մարկո Վան Բաստենը Կարլո Անչելոտին ասում էր։ Հիշում եք Մարկո Վան Բաստենին, պարոն Ավակյան։ Ես ֆուտբոլից։ Դուք հեռու եք ֆուտբոլից, հասկանալի է։ Պարոն Եգորյանից դուք։ Ես հիշում եմ։ Հիշում եք։ Ինչ էր անում Վան Բաստենը հիմնականում։ Հիմնականում գոլ էր խփում։ Մարկո Վան Բաստենը Կարլո Անչելոտին ասում էր. «Մի լարվիր, ռազմավարությունը պարզ է, դու ինձ փոխանցում ես գնդակը եւ վազում ես տոնելու գոլը»։ Բարեբախտաբար հաճախ հենց այդպես էր պատահում, վերհիշում է Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչը։ 4-4։ Էդգար Մինասյանը բերում է
4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է Յուսկ Արմենիա խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Կարապետյան, ում եւ որ երկրի արտադրանքն է ձեր ապրանքանիշը։ Շատ մեծ քանակի պետություններում է արտադրվում, գրեթե երկրագնդում ամեն տեղ, սկսված Եվրոպայից, վերջացած Ազիայով, տարբեր պետություններում։ Իսկ ձեր տեսականում մեջ կա որևէ բան, որը հայկական արտադրության է։ Ցավոք սրտի ոչ, դա մեր ցավն է, մեր դռները բաց են միշտ տեղական արտադրողի համար, բայց ցավոք սրտի յուսկի սերտիֆիկացման ոչ մեկ չի կարող ապահովել հլվոր։ Հույսով ենք, որ ապագայում դա կլինի այդ արտադրողը։ Փորձենք ամեն ինչ անել, որպեսզի սկսեն համապատասխանել, պարոն Կարապետյան։ Այո։ Շնորհակալություն, իսկ մենք շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Պարոն Եգորյան։ Այո, պարոն հաղորդավար։ Գիտեմ, որ ձեզ բախտ է վիճակվել դիտել ձեր սիրելի ֆուտբոլային թիմի Բարսելոնայի խաղը Camp Nou մարզադաշտում։ Այո։ Ինչ զգացողություններ եք ունեցել այդ օրը։ Եվ ում հետ էր խաղում Բարսան։ Բարսան խաղում էր Ատլետիկոյի հետ, շատ հետաքրքիր խաղ էր։ Ճիշտ է, Մեսսին չէր խաղում այդ օրը, բայց ասած սիրած ֆուտբոլիստները կային։ Այսինքն դա այն ժամանակ էր, երբ դեռ Մեսսին Բարսայի կազմից էր հանդես գալիս։ Դե հա, եթե Camp Nou-ում եք նայել, հասկանալի է։ Սլակի ուղղությամբ ձեր դեմ Սուպեր Բլից։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Պարոն Աբովյան։ 3 վայրկյան, պարոն։ Իհարկե, իհարկե։ 13։ Հա։ Տաս վայրկյան հետո պարոն Աբովյանը կասի, թե ով է մնում սեղանի շուրջ։ Արտուրը Ղավալյան։ Որպեսի թիմը վաստակի մեկ միավոր, պարոն Ղավալյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Կատարյալ լռություն դահլիճում։ Ուշադրություն, առաջին հարցը։ Այդ բառը թարգմանվում է որպես եղնիկներով հարուստ։ Այդպես էր ընդունված անվանել ցեղի ամենահարուստ ներկայացուցիչներին։ Սամվել Ներսիսյանը Երևանից խնդրում է ձեզ անվանել այդ բառը։ Ժամանակ։ Ժամանակ, պարոն Ղավալյան։ Միգուցե շաման։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Ղավալյան, պաստորին իմացանք, որ ղրղզերենով հետաքրքրվում եք, հայերենով հետաքրքրվում եք, հիմա հասկանանք ինչքանով եք հետաքրքրվել չուկոտերենով։ Չուկոտերենում այդ բառը նշանակում է եղնիկներով հարուստ եւ կիրառվում էր ցեղի ամենահարուստ ներկայացուցիչներին բնորոշելու համար։ Խոսքը, պարոն Ղավալյան, չուկչա բառի մասին էր։ 5-4 հոգուտ հեռուստադիտողների Սամվել Ներսիսյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը։ Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգա ինշուրանս ապահովագրական ընկերություն։ Մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային խոհանոց Ռենոմեն։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը։ Մեր հարմարավետ գործընկերն է Յուսկ խանութների ցանցը։ Եվ մեր լուսավոր ու ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Գովաստ Արմենիա TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։ Բարի երեկո, պարոն Արշակյան։ Պարոն Արշակյան,
Կպատմեք մեզ, ովքեր են հիմնականում Հայաստանի էլեկտրական ցանցերի պարտատոմսերի ձեռք բերողները։ Պարտատոմսերը ձեռք բերել թողարկելուց առաջ իհարկե հիմնական մենք շեշտը դնում ենք ինստիտուցիոնալ ներդրողների վրա, մասնավորապես մեր պենսիոնի ֆոնդերը, մեր բանկերը, այլ ինստիտուցիոն կազմակերպությունները, բայց շատ հաճելի զարմացանք, որ մեր պարտատոմսերը գնեցին եւ մեծ հետաքրքրություն կա նաեւ անհատական ներդրողների, մասնավորապես մեր բաց թողած բոնդերի գրեթե 15-20%-ը առել են անհատական ներդրողները, դա նշանակում է երկու կարևոր բան, մեկը մեր համար, մեկը մեր երկրի համար, առաջինը որ նույնիսկ հասարակ ներդրողները հավատում են մեր ընկերությանը եւ մեր բոնդերն են գնում եւ երկրորդը որ բավականին լուրջ աշխուժություն կա մեր շուկայում անհատական ներդրողներից, դա միանշանակ լավ է նաեւ երկրի շուկայի զարգացման համար, ինչի համար մենք նաև ջանք չենք խնայում, մասնավորապես մեր բոլոր թողարկումներին աշխատել ենք մեկից ավելի մարքեթ մեյքեր, այսպես կոչված շուկա ստեղծող կազմակերպություններ ստեղծենք, որպեսզի աշխուժությունը երկրորդային շուկայում նույնպես լինի բավարար։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, ինձ մնում է հիշեցնել միայն, որ Մարմար է արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Ուշադրություն, ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորվի եթերաշրջանի գլխավոր մրցանակը, Մարմար է արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Յունիբանկի կողմից սահմանված 300,000 դրամ դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Սլակի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Տիգրան Սրապյանը, մենեջեր Երևանից։ Բելգիայում և Նիդերլանդներում 5-6 տարեկան երեխաները կարող են ստանալ դիպլոմ, որն ունի կարևոր մանկավարժական նշանակություն և նախապատրաստում է երեխային հետագա ունակությունների և հմտությունների ձեռքբերմանը։ Հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան թեև գիտեր դա անել, սակայն մարզումների ժամանակ հրաժարվում էր դա անելուց, քանի որ կարծում էր, որ այդպես ավելի լավ է զգում գնդակը։ Ուշադրություն հարցը. Ինչ պետք է սովորի անել երեխան Բելգիայում և Նիդերլանդներում այդ դիպլոմը ստանալու համար։ Ժամանակ։ Տենց, լավ, օքեյ։ Ուրիշ, չեն բանում, որ լավ զգա գնդակը, այսինքն ոչքով լավ զգա։ Ոտովախ։ Բասում ավելի լավ զգում գնդակը։ Գետրիները հակնել, չգիտեմ։ Գետրիները հակնել։ Ինչ որ կոչկելը ավելի։ Ուրիշի, 5-6 տարեկան։ Այսինքն Այսինքն միայն ֆուտբոլի մասին է, չէ՞ խոսքը ֆուտբոլի մասին։ Երեխեքին այսինքն պարալել է Դիեգո Մարադոննա երեխեք։ Հիմա երեխեքը ինչ որ բան են անում, դա այն տարիքն է, որ տեսեք 5-6 տարեկանում ինչ են անում, շնուրքին են անում, են հագնում։ Ինքնուրույն հագնվել է։ Հիմա Մարադոննան պետք է զգա գնդակը։ Ոտա բոբիկա, ուրեմն խաղում։ Կոշիկները հագել, բաները հագել, կոշիկ չէ, ինչա կոշիկ։ Բայց այդ ոտա բոբիկի համար դիպլոմ չեն տա, իսկ շնորհոկի համար։ Չէ, անել գիտեր, բայց չէր անում։ Այսինքն կապել գիտեր, բայց գործողություն պետք է անել։ 5-6 տարեկան երեխեքը չէր հագնում կոշիկները կամ չէր կապել։ Դե լավ, ռիսկ։ Բանան ենք, դահլիճ ունենք։ Հանգիստ։ Էս ինչ եղավ այդ։ Դահլիճ ունենք։ Դահլիճ ունենք։ Պարոն Աբովյան։ Վերադառնանք իրականություն։ Վաղուց էր պետք։ Не мы такие, жизнь такая. Ես թիմի հետ քննարկումից հետո մենք եկանք այն եզրակացության, որ սա ըստ երևույթի կապ ունի կոշիկի այդ շնուրոկա մի խոսքով, երբ որ կոշիկների երեխեքը սովորում են շնուրոկ կապել։ Քուղերը, կապերը, այո։ Հա։ Ես հասկացած Դրա եմ։ հետ, Մարադոնան էլ շատ տարօրինակ մարդ էր, լիքը տենց բաներ էր անում։ Մի խոսքով, ես տեսնում եմ, ալճիշ թիմը ներողություն, թիմը տեսնում է կապը Մարադոննայի ու շվեդ երեխեք էին։
Բելգիա երեխեքի հետ, հենց այդ շնորհքների հետ կապված։ Ուրիշ խելքին մոտիկ բան չի գալի մտքից, նամանավանդ հաշվի առնելով Մարադոնայի մութ անցյալը։ Աբսուրդի մեջ, էլի, աբսուրդ, միջև վերջ։ Հո։ Արոն Աբովյան, քանի տարի է խաղում եք այս խաղը։ 15։ Հենց էլ չսովորեցիք նորմալ պատասխանել։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Դրա համար 15 տարի խաղում եմ։ Բելգիայում եւ Նիդերլանդներում 5-6 տարեկան երեխաները, ովքեր սովորում են կապել կոշիկի քուղերը, դիպլոմ են ստանում։ Դիեգո Մարադոնան միշտ մարզվել է կոշիկի արձակած քուղերով, կապաններով, պարզապես նրա համար այդպես ավելի հարմար էր։ Նա ավելի լավ էր զգում գնդակը, խաղի մեկնարկից անմիջապես առաջ նա կապում էր դրանք, քանի որ արգելված էր խաղալ արձակած քուղերով։ 5-5։ Թիմը հավասարեցնում է հաշիվը եւ մենք սկսում ենք 11-րդ վճռորոշ խաղափուլը։ Կապ չունի, վերցրու, կապ չունի։ Չէ։ Վերցնում եք։ Պարոն Աբովյան։ Այո։ Ձեր որդին ձեր խորհրդով կարդացել է Վարպետը եւ Մարգարիտան։ Քանի տարեկան է եւ ինչ տպավորություններ է ստացել։ 21 տարեկան է եւ տպավորությունները հետեւյալն են, որ ժամանակները փոխվում են, իսկ մարդիկ ոչ։ Եվ ամենակարևոր տպավորությունը, եթե ինչ-որ բան անում ես, պետք է անպայման քո արածի համար պատասխանատու լինես։ Մենք ունենք խիստ պատասխանատվության պակաս։ Իսկ շան սիրտը խորհուրդ չեք տվել կարդա։ Կարծում եմ, որ կարդացել է, ճիշտ ասած չեմ խոսացել առայժմ, բայց կարծում եմ, որ կարդացել է։ Ձեր դեմ խաղում է Գայանե Գյուլնազարյանը, ֆլորիստ Երևանից։ Գրող Սերգեյ Դովլատովն իր Solo Underwood-ի վրա ժողովածուում պատմում էր, թե ինչպես հայերենական մեծ պատերազմի թղթակից Լև Նիկուլինը օկուպացված Գերմանիայում մի անգամ գտնում է շքեղ, բայց ծանր տպագրամեքենա եւ այն 3 ամիս իր հետ քարշ է տալիս մինչեւ Մոսկվա, որտեղ մեխանիկին խնդրում է փոխել տառատեսակը ռուսերենի։ Սակայն մեխանիկը հրաժարվում է, քանի որ միայն տառատեսակի փոփոխությամբ խնդիրը չէր լուծվի։ Ուշադրություն հարցը։ Իսկ ո՞րն էր այդ խնդիրը։ Ժամանակ։ Շատ օգտագործող կլավիատուրաներ, ասենք, որ մասում է, քիչ որ մասում է, Գերմանիայում ուրիշ է։ Քանակը ասեցինք ուրիշ։ Քանակը ասել ենք ուրիշ։ Շատ են տառերը Գերմանիայում 3300 կետադրական նշան փոխարինել, դիքը կրկնակի բան է։ Շքեղ ինչ-որ բայց ասենք ոնց է խոսքի անբան եղել է մի կողմի վրա է։ Բանը կա, բառից հետո։ Հիմնական պատասխանը բաներ ավելացներ, որը արդեն լուրջ գործ։ Ավելացնել չէր կարող։ Որ ունակի չկային եկակի տեն բանը, այնտեղ շարժերը։ Դե հա հիմա կա գերմաներենում ումլաուտ կա, երկու կետ, որը ռուսերենում չկա։ Երկու կետը ռուսերենում էլ ունի։ Մենք մեկա գալիս ենք, դա ուրիշ ինչ կարա լինի, ուրիշ։ Մեջը չգիտեմ։ Շքեղի, գազբա, շքեղ ապարատա։ Բացերիալը կետադրական նշաններ չկար, պրոստը այդ Քանակից կարա սովետականությունում էլ ինչ կարա լինի, մատերիալը չի թղթի ֆորմատը ուրիշ է։ Ջան, տարելը ապել հայտ է, ուրիշ ինչ, կարող է գորի երկրորդ սերիալը։ Ժամանակ։ Պարոն Աբովյան, ով է պատասխանում։ Ես կպատասխանեմ։ Լսում ենք ձեզ։ Եթե շատ խնդրեմ, կարող է հարցը սենց ծերից ծեր մի հատ կարդակ։ Ես կկարդամ, բայց այդ դեպքում դուք հետո չպետք է ծամելով պատասխանեք։ Հենց կարդում եմ, միանգամից պատասխանում եք, հակառակ պարագայում չեմ տալիս ձեզ միավորը։ Անկախ նրանից ճիշտ կպատասխանեք, թե ոչ։ Ես շո բան եմ արել։ Գրող Սերգեյ Դովլատովն իր Solo Underwood-ի վրա ժողովածուում պատմում էր, թե ինչպես թղթակից Լև Նիկուլինը օկուպացված Գերմանիայում մի անգամ գտնում է շքեղ, բայց ծանր տպագրամեքենա եւ այն 3 ամիս իր հետ քարշ տալիս մինչեւ Մոսկվա, որտեղ մեխանիկին խնդրում է փոխել տառատեսակը ռուսերենի։ Սակայն մեխանիկը հրաժարվում է, քանի որ միայն տառատեսակի փոփոխությամբ խնդիրը չէր լուծվի։ Որն էր այդ խնդիրը, պարոն Աբովյան։ Այբուբենների տարբերությունը գերմաներենի եւ ռուսերենից երևույթ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բայց տառատեսակը
կարող էր փոխել, պարզապես ասում էր միայն տառատեսակի փոխելով հարցը չի լուծվի, պարոն Աբովյան։ Չեք լսում հարցը երևի թե, թեև երկրորդ անգամ էլ կարդացի։ Թղթակիցը տպագրական մեքենան 3 ամիս քարշ է տալիս մինչև Մոսկվա, սակայն մեխանիկը մերժում է փոխել տառատեսակը ռուսերենի, քանի որ տառատեսակը, պարոն Աբովյան, հրեական էր, եբրայերեն էր և մեքենան տպում էր աչից ձախ, տվյալ դեպքում անհրաժեշտ կլիներ փոխել մեքենայի ամբողջ մեխանիզմը։ Գայանե Գյուլնազարյանը բերում է 6-րդ միավորը իր թիմին և վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ես արձանագրում եմ հեռուստադիտողների հաղթանակը և նշում հաղթողների անունները։ Լաուրա Զիրոյան, Էդուարդ Ավետիսյան, Ռոբերտ Մաթևոսյան, Էդգար Մինասյան, Սամվել Ներսիսյան և Գայանե Գյուլնազարյան։ Հարգելի հյուրեր, այս պահին ես ուզում եմ զրուցել Երեմյան ընկերությունների խմբի կառավարման խորհրդի անդամ Տիկին Լուսինե Երեմյանի հետ։ Այո, պարոն հաղորդավար։ Տիկին Երեմյան, մենք խաղի սկզբում, երբ զրուցում էինք, ասացինք, որ ունենք նորություն նաև այս թիմի համար։ Լսում ենք ձեզ։ Այո, ունենք նորություն անակնկալ այս թիմի համար։ Հարց, այդ անակնկալը հիմա մենք ներկայացնելու ենք։ Այո, իհարկե, լսում ենք ձեզ, որ ներկայացնեք այդ անակնկալը։ Լավ, իսկ կարող եմ հարցի տեսքով տալ անակնկալը ներկայացնելուց առաջ, թե չեմ կարող։ Կարող եք, պարզապես այսօր ոնց որ այդքան էլ լավ չի ստացվում հարցերին պատասխանել թիմի մոտ։ Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, որտեվ թիմը այնուամենայնիվ արեց հնարավորը, որպեսզի կարողանա գեղեցիկ խաղ ապահովել։ Այսպես ասեմ, այն տուփը, որը հիմա կներկայացվի ձեզ, պատրաստված է մի ծառատեսակից, որը շատ հաճախ է հանդիպում հայկական բնության մեջ։ Կարող եք ասել, որ ծառատեսակից է, որ ծառատեսակն է օգտագործված այս պղնձաձուլ սպասքի ներսում։ Սիրան։ Բարդի, Սիրան, թթենի, այո, թթենի։ Եվ այն անձը, որը ճիշտ պատասխանեց այս հարցին, ստանալու է Ռենոմեի կողմից այս գեղեցիկ սպասքը, որը օգտագործվում է մեր ռեստորանում և այն օգտագործվում է վրան գեղեցիկ կարագ, փոքրիկ տեսակի կարագ դնելու համար։ Եվ ներսում ընկուզենու տերևն է, պղնձաձուլ է և ինչպես գիտենք բնության մեջ ոչ մի տերև մյուսին նման չէ։ Հետևաբար բոլոր տերևները, որ մենք օգտագործում ենք մեզ մոտ, դրանք բացառիկ են և դուք կարող եք տան այն օգտագործել վրան դնելով փոքրիկ կարագ։ Շնորհակալություն։ Տիկին Երեմյան, իսկ ով էր ճիշտ պատասխանել։ Պարոն Ղավալյանը, Պարոն Ղավալյանը, այո, պարոն Ղավալյանը։ Պարոն Ղավալյան, շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալ եմ։ Իսկ հիմա ես կխնդրեմ, որպեսի Իտալ Սոլար ընկերության փոխտնօրեն Արա Գևորգյանը մեզ ասի, թե ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Պարոն հաղորդավար, իմ կարծիքով պարոն Ղավալյանը, որովհետև պարզեցինք, որ մի քանի լեզու տիրապետում է ու հարցին էլ արագ պատասխանեց, ուղղակի դասրոշնի չեղավ այդ պատասխանը ոնց որ։ Պարոն Ղավալյանը իմ կարծիքով։ Հասկանալի է։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Արթուր Ղավալյանը և ստանում է Պարույր Սևակի անլռելի զանգակատուն պոեմը Տիգրան Կարապետյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Տիկին Օվսաննա Առաքելյան եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։
Լաուրա Զիրոյան գիտական հետազոտությունների մասին հարցը, Էդվարդ Ավետիսյան ջազ դուիտ կարգախոսի մասին, Ռոբերտ Մաթևոսյան ուխտերով մարդկանց տեղափոխելու մասին, Էդգար Մինասյան Կարլո Անչելոտի եւ գոլը տոնելու մասին, Սամվել Ներսիսյան Չուկչաբարի մասին եւ Գայանե Գյուլնազարյան հրեական տպագրական մեքենայի մասին։ Ես կարծում եմ վերջին Գայանե Գյուլնազարյանի տպագրական մեքենայի վերաբերյալ հարցը։ Ես համաձայն եմ ձեզ հետ, տեսնում եմ, որ դա լիչնել է ձեզ հետ համաձայն։ Գայանե Գյուլնազարյանը ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվերքարտով։ Տիկին Մարիամ Ղարդյան։ Այո, պարոն։ Հիշեցնեմ այդ հարցերը, հետո դուք ընտրեք։ Այո։ Նարեկ Մուրադյան Քենեդիի թիկնապայի մասին հարցը, Մուշեղ Գևորգյան փողկապի մասին հարցը, Լուսինե Հարությունյան արդուկի մասին հարցը, Տիգրան Սրապյան կոշիկը կապելու մասին եւ Յունիբանկի հարցը չենք քննարկում։ Պարոն հաղորդավար, կարծում եմ փողկապի մասին հարցը։ Փողկապի մասին հարցը, Մուշեղ Գևորգյանը փողկապի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։